Ես սիրահար մի ջահել եմ, ես անտեր սիրտս պահել եմ, որ քեզ գերեմ, մոտս բերեմ, կյանքը վայել եմ։ Ես սիրահար մի ջահել եմ, ես անտեր սիրտս պահել եմ, որ քեզ գերեմ, մոտս բերեմ, կյանքը վայել եմ, որ քեզ գերեմ, մոտս բերեմ, կյանքը վայել եմ։ Հենց սիրուն աղջկան, ասեք ուրիշին խոս չտան, թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Հենց սիրուն աղջկան, ասեք ուրիշին խոս չտան, թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Տեսել շունչս պահել եմ, կաչկա սիրահարվել եմ, ես ինչ արիր դու սրտիս հետ սիրուց անվել եմ։ Ես տեսել շունչս պահել եմ, կաչկա սիրահարվել եմ, ես ինչ արիր դու սրտիս հետ սիրուց անվել եմ, ես ինչ արիր դու սրտիս հետ սիրուց անվել եմ։ Հենց սիրուն աղջկան, ասեք ուրիշին խոս չտան, թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Հենց սիրուն աղջկան, ասեք ուրիշին խոս չտան, թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Հենց սիրուն աղջկան, ասեք ուրիշին խոս չտան, թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Հենց սիրուն աղջկան, ասեք ուրիշին խոս չտան, թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Թե ինձ սիրի մոտս մնա, սիրտս նրան նվեր կտամ։ Հաղորդման գործընկերն է Դիլորի, որակյալ շինանյութ Դիլորի, խոհանոցի և լոգասենյակի կերամիկական հեղուկ գրանիտից լվացարաններ Դիլորի, ջրատաքցիչներ և ջեռուցման կաթսաներ, պանելային և ալյումինե մարտկոցներ Դիլորի, յուրահատուկ սալիկներ, պաստառներ Դիլորի, էլեկտրական տաքացուցիչներ տարբեր հզորության, շինարարական գործիքներ Դիլորի, խողովակներ, ներկեր, դռան փականներ և բռնակներ Ուշադրություն, Դիլորին նաև առաջարկում է օրիգինալ տարբեր չափերի չկրկնվող հայելիների լայն տեսականի և բոլոր քմահաճ կանանց հրավիրում է գնումների միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերով Դիլորի, վերափոխեք ձեր բնակարանը մեր որակյալ տեսականիով, աշխատում ենք կանխիկ, փոխանցումով և ապառիկ տարբերակներով, Լոռու մարզում առաքումը անվճար է Դիլորի, քաղաք Վանաձոր, Թումանյան 1 կոտորակին Հաղորդման գործընկերն է Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և ցանկացած միջավայրի կահույք և տեղական և արտասահմանյան արտադրողից։
Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաև պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2 հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում։ Միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։
Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր Ֆորտունա հեռուստաընկերության հետ են եւ այս պահին մեր եթերային ընթացքին միանում է բաց սենյակը եւ ողջույններ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, ովքեր մեզ դիտում են Լոռու մարզի բոլոր անկյուններում։ Տոնական մեկ ամսյակը շարունակվում է եւ մենք շարունակում ենք խոսել լավ մարդկանց մասին եւ իհարկե մեր մարզում, մեր համայնքում կարևորագույն դեր ստանձնող մարդկանց եւ կանանց մասին։ Իհարկե ողջունում ենք բոլորին, ովքեր հենց նոր են միացել մեզ եւ հետեւում են Ֆորտունայի եթերային ընթացքին։ Մենք ձեզ ողջունում ենք եւ նաեւ երաշտական կատարում ենք ասում։ Ողջունում ենք բոլոր շեք ու սևաղջիկներին։ Չէ, երբ է այդպես։ Կարմիր մազերով չենք ողջունում։ Չէ, այս հատվածում չէ։ Որտեղ թաթան տենց է որոշել։ Սիրուն աղջիկներ։ Եկուսև ահե։ Հապես, այնա։ Երաժշտական ողջույն ենք հերթական։ Այսօր նորից երգում եմ բարև ձեզ Չեք պատկերացնի ոնց եմ կարոտել ես Երևանի փողոցները չափչփել Այս թավից են թավը պարապ թափ հարել Երևանի փողոցները չափչփել Այս թավից են թավը պարապ թափ հարել Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Օրերով, դարերով քեզ հետ Եվ առանց քեզ ոչ մի քայլ առաջ կամ հետ Երևանը սրտիս մեջ է առհավետ Ուր գնում եմ, տանում եմ նրան ինձ հետ Երևանը սրտիս մեջ է առհավետ Ուր գնում եմ, տանում եմ նրան ինձ հետ Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր
մենք վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք մեր տոնական եթերը, վստահ եմ տրամադրությունը էլ ավելի փոխվեց եւ ավելի լայն ժպիտներ եկան ձեր դեմքին, այս մանավանդ այս գեղեցիկ երգից հետո ես էլ ուրախացա աղագին ճիշտ ասած։ Շատ։ Այ հիմա քան որ երգը ավարտվեց, կարող ես արդեն բոլոր կարմրամազերին էլ ողջունել։ Բոլորին կարմրամազերին, սևամազերին, շիկահերներին, նրանց թաթանել ողջունում։ Անկել հեռուստադիտողներ, իսկ այս պահին ես ուզում եմ ասել շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ դիտում են եւ ովքեր հենց նոր միացան Սաբաթ սենյակն է, որը յուրաքանչյուր այս ընթացքում մինչև գարնանային եթերաշրջան, մինչև ապրիլի 7-ը եթերում է լինելու ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Եթե մեր հաղորդումները on-line տարբերակով չեք հասցրել դիտել, ուրեմն կարող եք օֆլայն տարբերակով դիտել կամ էլ ուղղակի հետևել մեր կրկնություններին։ Յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի մինչև ապրիլի 7-ը ներառյալ բաց սենյակը եթերում է ժամը 20:00-ին, իսկ կրկնություններին կարող եք հետևել երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի ժամը 13:00-ին։ Ամբողջ շաբաթ մենք էկրաններին ենք։ Այո, հարգելի հեռուստադիտողներ ջան, ուստի նաև կարող եք մեր հաղորդումներին հետևել YouTube-յան մեր տիրույթում Fortuna 1 եւ իհարկե նաև փնտրել ու գտնել բոլոր սոցիալական էջերում բաց սենյակին։ Այո։ Իսկ մեր հաղորդումը ունի իր հրաշալի գործընկերները։ Մենք այժմ ներկայացնենք մեր հաղորդման գործընկերներին։ Հաղորդման գործընկերն է Davshin շինարարական կազմակերպությունը։ Ձեր բնակարանի համար նախատեսված շինարարական բոլոր պարագաները կարող եք ձեռք բերել Աղայան 48 կոտրակ 1 հասցեից։ Davshin վերանորոգիչ քո բնակարանը մեր օգնությամբ մատչելի գներով հեռախոսահամարները 0322 466 00 091 0466 00 098 17 26 62 Շնորհակալություն։ Շնորհակալություն ասում ենք նաև Իմպերիա կահույքի սրահին, ով մեր հաղորդման գործընկերն է Իմպերիան ներկայացնում արտադրանք տեղական եւ արտասահմանյան ներկրողից։ Իհարկե կահույքի լայն ընտրանի նաև առաջարկելով Երևանյան Խճուղի 111 կոտրակ 6 հասցեում կարող եք նաև հեռացանել 033 34 60 033 35 60 60 Իմպերիա գնի եւ որակի հարմարավետություն։ Իսկ Family Farm առաջարկում է իր համեղ ու թարմ տեսականին։ Եթե ցանկանում եք կշտանալ լավ ուտել խմել, ինչպես ասում են, կարող եք դիմել Family Farm-ի օգնությանը կամ այցելել Կարեն Դեմիրճյան 26-5 կոտրակ 2 կամ զանգահարել 094 500 222 եւ իհարկե համեղ ուտեստները ձեզ համար նախատեսված են։ Աղցաններից սկսած ամեն ինչ այդտեղ կա։ Կարող եք ձեռք բերել եւ վայելել։ Ասում ենք շնորհակալություն նաև Family Farm Food մեր գործընկերոջը, ինչպես նաև Step for Nature կահույքի արտադրամասին, որտեղ նրա աշխատանքները կարող եք գտնել Facebook-ում եւ Instagram-ում, խոհանոցի հյուրասենյակի, ննջասենյակի նորավոճ եւ նրբաճաշակ տեսականին լայն, շատ լայն տեսականի եւ ձեր բոլոր ֆանտազիաներին կահույքի լեզվով լուծում տալու հնարավորություն 091 20 20 35 կարող եք հեռացայնել։ Իսկ սանտեխնիկայի հետ կապված բոլոր հարցերում ձեզ կօգնի D-Lore-ին, որը գտնվում է Թումանյան 1 կոտրակ 5 հասցեում 044 620 720 օգտվեք եւ վստահ եմ չեք փոշմանի։ Ինչ հարգելի հեռուստադիտողներ ջան, շարունակեք դիտել Fortuna, իսկ մենք ասում ենք շնորհակալություն նաև այս գարնանային եթերաշրջանը գեղեցկացնող Lily Rose ծաղկի սրահին եւս, որտեղ առաջարկում է բավականին հետաքրքիր ծաղկեփնջային լուծումներ։ Գեղեցիկ։ 093 196485 095 196485 Տիգրան Մեծի 29 կոտրակ 20։ Այո, իսկ Անահիտ իր արտաքին տեսքի համար շնորհակալություն է հայտնում Նունե Վարդանյան դիմարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին, քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 39 կոտրակ 1 եւ Մարիա Beauty Salon-ին Համբարձումյան 17 կոտրակ 2։ Ապրես, կեցես։ Օրագիր ունես, Ռավջան։ Օրագիր ունեի։ Չունես, հիմա չունես։ Եվ մեկ անգամ շնորհակալություն ասում ենք մեր բոլոր գործընկերներին, ամենամեծ շնորհակալությունը ձեզ, մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր հետաքրքիր օր է լինելու, այսօր հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Ես սիրով ողջունել ենք ուղարկում բոլորին։ Այսօրվա օրը նվիրված է Վանաձորցի կանանց։ Այո, հանդիպենք քիչ։ Վանաձորի չասե։ Չէ, մի։ Ասում եմ չասես։ Չէ, կիմանանք քիչ անց, որպեսզի ավելի հետաքրքիր լինի, սպասեք, տեսեք, թե ովքեր են մեր տաղավարում։ Այո։
իմանա էդ քո նազանքին Գնում ես ու գալիս խելքը իմ տանում Նայում եմ քեզ էլի չեմ կշտանում Գնում ես ու գալիս խելքը իմ տանում Քո սերն է ինձ սիրելիս հալում աշանում Թե մի օր քեզ տիրեի, վայ, ոնց կսիրեի Թե սիրտը քո գերեի, վայ, ոնց կգրկեի Օրերով թող քեզ նայեմ, քեզ սիրեմ ու փայփայեմ Ամառվան ու շովի նման շոյեմ Թե մի օր քեզ տիրեի, վայ, ոնց կսիրեի Թե սիրտը քո գերեի, վայ, ոնց կգրկեի Օրերով թող քեզ նայեմ, քեզ սիրեմ ու փայփայեմ Ամառվան ու շովի նման շոյեմ Գալիս ես իմ մոտով անցնում օրոր շորոր Քայլում եմ ես քո ետևից մտամոլոր Սիրելիս չեմ տալու քեզ օր ու արև Մինչև դու ինձ չժպտաս ու չտաս բարև Համովար չեմ տալու քեզ օր ու արև Մինչև դու ինձ չժպտաս ու չտաս բարև Թե մի օր քեզ տիրեի, վայ, ոնց կսիրեի Թե սիրտը քո գերեի, վայ, ոնց կգրկեի Օրերով թող քեզ նայեմ, քեզ սիրեմ ու փայփայեմ Ամառվան ու շովի նման շոյեմ Թե մի օր քեզ տիրեի, վայ, ոնց կսիրեի Թե սիրտը քո գերեի, վայ, ոնց կգրկեի Օրերով թող քեզ նայեմ, քեզ սիրեմ ու փայփայեմ Ամառվան ու շովի նման Թե մի օր քեզ տիրեի, վայ, ոնց կսիրեի Թե սիրտը քո գերեի, վայ, ոնց կգրկեի Օրերով թող քեզ նայեմ, քեզ սիրեմ ու փայփայեմ Ամառվան ու շովի նման շոյեմ Թե մի օր քեզ տիրեի, վայ, ոնց կսիրեի Թե սիրտը քո գերեի, վայ, ոնց կգրկեի Օրերով թող քեզ նայեմ, քեզ սիրեմ ու փայփայեմ Ամառվան ու շովի նման շոյեմ Հուգո Հաղորդման գործընկերն է Դիլորի, որակյալ շինանյութ Դիլորի, խոհանոցի և լոգասենյակի կերամիկական հեղուկ գրանիտից լվացարաններ Դիլորի, ջրատաքցիչներ և ջեռուցման կաթսաներ, պանելային և ալյումինե մարտկոցներ Դիլորի, յուրահատուկ սալիկներ, պաստառներ Դիլորի, էլեկտրական տաքացուցիչներ տարբեր հզորության, շինարարական գործիքներ Դիլորի, խողովակներ, ներկեր, դռան փականներ և բռնակներ Ուշադրություն, Դիլորին նաև առաջարկում է օրիգինալ տարբեր չափերի չկրկնվող հայելիների լայն տեսականի և բոլոր քմահաճ կանանց հրավիրում է գնումների միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերով Դիլորի, վերափոխեք ձեր բնակարանը մեր որակյալ տեսականիով, աշխատում ենք կանխիկ, փոխանցումով և ապառիկ տարբերակներով, Լոռու մարզում առաքումը անվճար է Դիլորի, քաղաք Վանաձոր, Թումանյան 1 կոտորակին Հաղորդման գործընկերն է Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և ցանկացած միջավայրի կահույք և տեղական և արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաև պատվերներ։ Իմպերիա, գնի և որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները։
ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, երաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից, մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք Քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակի 2 հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում։ Միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, Քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր շարունակում են հետևել Ֆորտունա եթերային աշխատանքին, տոնական միամսյակը շարունակվում է ու շարունակում ենք սիրով ներկայացնել այն մարդկանց, ովքեր ապրում են մեր հարևանությամբ։ Նրանք տարբեր ոլորտներում են աշխատում, այն կանայք, ովքեր իրենց նվիրումը, ստերը, ջանքերը, ուժը ներդրել են հանուն համայնքների եւ հանուն իրենց ընտանիքների զարգացման, բարգավաճման եւ այլն։
Իսկ մեր մեկ ամսյակի եթերները տարբերում են այնքանով, որ մենք փորձում ենք մեր մարզի կանանց բացահայտել ավելի, ինչպես ասում են, մեղմորեն եւ ավելի խորային Եվ ավելի կանացի տեսանկյունից։ Եվ այժմ սիրով պետք է ներկայացնենք, թե ովքեր են մեր տաղավարում։ Մեր տաղավարում Վանաձոր համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն է եւ իհարկե Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի արտաքին կապերի եւ ՏՏ բաժնի պետ Լիլիա Դավթյանը։ Մենք ողջունում ենք, ասում ենք բարի գալուստ Բացենյանք եւ իհարկե շնորհավորում ենք մեկ ամսյակի կապակցությամբ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Մենք էլ Անահիտին ենք Շնորհակալություն, ես էլ ձեզ եմ շնորհավորում։ Ողջունում եմ եւ շատ հատուկ շնորհակալություն եմ հայտնում այսօր հրավիրելու համար մեզ եւ շնորհավոր իհարկե մի ամսյակը, նաեւ 11 ամսյակը։ Այո, մի անգամից անց։ Սիրում եք այս տոները մարտի 8, ապրիլի 7։ 11 ամսյակ ինչպես ասվեց։ Չէ, ասի, որ շատ սիրում եմ այս տոները, ավելի շատ 11 ամսյակն եմ սիրում եւ չեմ գտնում, որ անհրաժեշտ է կնոջը սիրելու, հարգելու եւ շնորհավորելու համար հատուկ տոներ։ Անհրաժեշտ է ամեն օր սիրել եւ շնորհավորել կանանց։ Ես անկեղծ ասած միշտ այս տոնին այսպես վերապահումով եմ վերաբերվել եւ ճիշտ ասած չեմ սիրում հենց տոնի խորհուրդը չեմ սիրում ինչու պիտի կանայք ստիպված լինեին պաշտպանել իրավունքները ինչու պիտի պաշտպանվածության կարիք ունենային դա պիտի իբնե լիներ դրա կարիքը պիտի չլիներ եւ երբեմն այսպես սրտեղում եմ այս տոնից իհարկե հաճելի է երբ քեզ ծաղիկներ են նվիրում այսպես լավ խոսքեր են ասում եւ այլն բայց հաշվի առնելով թե տոնը ինչպես է ստեղծվել, ինչպես է ավելի շատ սիրում եմ ապրիլի 7-ը մայրության տոնը, իսկապես լիաթոք սիրում եմ, ուրախանում եմ այդ տոնով, իսկ մարտի 8-ը ինձ ավելի շատ մի քիչ այսպես ջղայնացնում է, նաև ուզում եմ որպեսզի այս օրը ավելի շատ արժևորեն եւ կանայք տոնի խորհուրդը հասկանան եւ իրենց իրավունքներին, իրենց ազատությանը շատ ավելի հետեւողական լինեն։ Խոսքը ֆեմինիզմի մասին չի ամենևին, խնդրում եմ այդպես չընկալել։ Իրավունքների պաշտպանության խնդիր, ինչ է կարծում։ Ես իմ միջավայրում չունեմ, բայց ցավոք սրտի այո, շատ ունենք այդ խնդիրը։ Դուք համայնքապետարանի հոգաբարձունե եւ խնամատարության մարմնի նիստերին երբեմն այսպես հպանցիկ ուղակի ներկա եղեք, տեսեք ինչ է կատարվում եւ կհասկանաք թե ինչքան շատ լուրջ խնդիրներ կան այս ոլորտում եւ դրա համար եմ ասում, որ սրտնեղում եմ։ Եթե Աստղիկի դեպքում ավելի շատ սիրում եք, չէ՞, ապրիլի 7-ը, ձեր դեպքում կա այդպիսի տարբերություն, ապրիլի 7, եթե կա ամենահիշարժան մեկ ամսյակը կամ մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը, որ ունեցել եք։ Ուրեմն ողջ կյանքում չեք մոռանա։ Երևի ամենահիշարժանը ինձ համար եղավ, երբ որ իմ բալիկները ինձ իրենց ձեռքերով սարքած նվերները տվեցին, այ դա իսկապես գնահատանք էր եւ երբ իմ աղջիկը իր ձեռքով գրել էր, փոք այդ տարերը նոր ասովորում, բայց գրել էր ինչ ցանկանում է, առողջություն, խաղաղություն, իմ մայրիկը գեղեցիկ է, ինչքան որ հնարավոր էր, դա ինձ համար իսկապես շատ երջանիկ ու հիշվող մարտի 8 էր եւ երբ տղաս բավականին տարիքային տարբերությունով երբ տղաս էր առաջի անգամ իր հավաքած գումարով ծաղիկներ նվիրել ինձ այդ դա հիշում եմ ու միշտ հիշում եմ իմ երեխաների կողմից գնահատված եւ այդ տոնը նշելու առիթը որ իրենք բաց չէին թողել ապրիլի 7 մարտի 8 իսկապես տարանջատել այդքան էլ ճիշտ չեմ գտնում որ պետք է ինչ որ տոներ լինեն որ կանանց գնահատեն կամ հենց այդ օրը ծաղիկներ նվիրեն ոչ այդպես չի լինելու կինը պետք է միշտ գնահատված լինի շրջապատում ընտանիքում հարազատների երեխաների կողմից դրա համար հատուկ տոներ անհրաժեշտ չեն հաստատ հիշարժան մարտի 8 ունենք Աստղիկ կամ ապրիլի 7 կամ մեկ ամսյակ որ տպավորվելա ձեր մեջ Ճիշտ ասած դպրոցական տարիքում եմ հիշում մարտի 8-երը, այսպես շատ խանդավառությամբ էինք սպասում, այն ժամանակ դեռևս այդքան չէի խորացել տոնի ծագման եւ այլնի մեջ, այն ժամանակ այո դա ավելի շատ հենց տոներ աղջիկների համար, որ իրենց մեծարում են, այսպես այդ ժամանակ այո հիշարժան տոներ ունեմ, նույնիսկ երկրորդ դասարանի ծաղիկներ ունեմ, արհեստական ծաղիկներ ունեմ նվեր ստացած, որը մինչեւ հիմա պահում եմ, այո շատ սիրում եմ, այդպիսի առիթներ եղել են, որ գեղեցիկ նշել եմ, ես նույնիսկ ընկերներ ունեմ, որ միշտ զանգում են շնորհավորելու եւ ասում են մենք հիշում ենք, որ դու այս տոնը ծանր ես տանում, բայց շնորհավոր, ես շատ գնահատում եմ իրականում։ Մամային ինչ էիր նվիրում մայրիկին եւ որ փոքր էիր։
Ես երեխաներ դեռևս չունեմ, բայց ես հասկանում եմ Լիլիայի զգացմունքները, որովհետև ինքս էլ շատ այդպես ապլիկացիաներ էի անում գունավոր թղթերով, ծաղիկներ էի հավաքում, չորացնում հատուկ այդ տոնի համար եւ այլն, մայրիկ, տատիկ, քեռակին այդպես բոլորի համար տեսակավորած պիտի պարտադիր տարբերվեին եւ այո, ես սիրում էի իրենց ուրախացնել։ Քանի որ բարեբախտաբար ես մեկ ամսվա ընթացքում ինձ բաժին է հասել եւ պատիվ ունեմ հարցնելու ինչ է ուզում կինը, կարող եք այդ հարցի պատասխան։ Google-ին ես չէ՞ փոխանցել։ Ումից է որտեղ։ Առհասարակ այս կյանքում ինչ է ուզում կինը։ Երևի խաղաղություն։ Ամեն առումով խաղաղություն։ Դա կլինի նախ երկրում, ընտանիքում, հոգում, շրջապատում, իմ կարծիքով խաղաղություն։ Աստղիկ։ Դեսպես հակադարձում ասեմ, գուցե երբեմն նաև խաղաղությունը խաթարելու առիթներ։ Ինչ ասեմ, շատ բաներ։ Չորաճճիություն։ Այո, եւ նույն ժամանակ այդպես հատուկ, չգիտեմ ինչեր չի ուզում։ Բարդ հարց է, որը ես այդպես չեմ մտածել։ Փորձեմ ձևակերպումը նաև մի քիչ ուրիշ հղում մտցնել, հա։ Ինչի մասին է երազում, ինչ է ուզում ստեղծել կինը, որ իրեն ավելի լիարժեք զգա, որն է կնոջ երջանկությունը։ Գիտեք, մտածում եմ, որ ընդհանրապես կին տղամարդ պետք չէ ընդհանրացնել, եթե տղամարդիկ են ուրեմն իրենք մի երազանք ունեն, կանայք մի երազանք։ Յուրաքանչյուր անհատ իր երազանքներն ունի, իր ցանկություններն ունի, իր տրամաբանությունն ունի։ Այդ տեսեք ինձ համար նույն էս մարտյութը, այսպես սպասված տոն չի, բայց կանայք կան, որ սպասում են, թե երբ պիտի այդ միամսյակը սկսվի։ Այսինքն ընդհանուր մի ժարին դնել բոլորին այդպես չի կարելի։ Շատ անհատական է եւ գուցե գտնել այն մարդկանց, շրջապատված լինել այն մարդկանցով, որոնք տվյալ պահին կհասկանան քեզ տվյալ պահին ինչ է պետք եւ կկարողանան գնահատել, ուշադրության արժանացնել եւ քեզ այդ սիրով ու ջերմությամբ անդադ բարուրել։ Եվ խաղաղությունը բերել քեզ։ Մենք խոսեցինք կնոջ իրավունքների, հավասարության, հա, որոշակի այսպես հմպատուցիկ կանցանք, բայց ինչ հարթության վրա է դրված ձեր աշխատավայրում, հա, կնոջ դերը ու գնանք նաև ընտանիք։ Եվ ընտանիքում կնոջ դերը, այսինքն որքանով է լսելի նրա կարծիքը, որքանով է լսելի նրա ձայնը։ Կարող ենք սկսել աշխատավայրից այն։ Աշխատավայրից սկսենք, մեր աշխատավայրում, եթե չեմ սխալվում, 5-6 հոգի ենք, եթե չեմ սխալվում, 6 հոգի բաժնի պետեր ունենք, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում, այսինքն նրանց ձայնը, նրանց խոսքը լսվում է։ Նաև աշխատակազմի մեծ մասը էլի կանայք են, այսինքն ընդունվում են կանայք եւ ինչպես նաև նրանց խոսքը, նրանց ասելիքը, նրանց կառավարումը ընդունվում է համայնքապետարանում։ Ընտանիքում նույնպես ընդունվում է ինչ առումով, որովհետև պաշտոն զբաղեցնել եւ ընտանիք ունենալ մի քիչ բարդություններ ունի։ Երկու տեղն է պետք է ընդունվի, որ ոչ ընտանիքը տուժի, ոչ աշխատավայրը տուժի եւ երկու տեղն էլ ընդունվելու արդյունքն է, որ դու աշխատում ես, արարում ես եւ ընտանիքը դա բարգավաճում եւ աշխատանքդ։ Ես նշեցի արդեն, իմ միջավայրը երբեք նման խնդիրների առաջ ինձ չի կանգնեցրել եւ ընտանիքում եւ աշխատավայրերում տարբեր տեղերել աշխատել եմ, երբևէ նման խնդրի չեմ բախվել։ Այդ առումով ես շատ երջանիկ եմ։ Եվ այո, այս աշխատավայրում էլ կանանց ձայնը լսելի է, բնականաբար այդ տարանջատումը այկին տղամարդ չկա, ավելի շատ կա գործի գիտակ, գործին տիրապետող անհատ։ Իսկ կանանց հանդեպ վերաբերմունքը, այո, մեր աշխատավայրում մենք զգում ենք այսպես ասած մեզ լավ, որովհետև սիրված գնահատված ենք նաև, այդ առումով նշեմ, որ այդ կոմպոնենտը, այո, պահվում է, հարգանքը կանանց հանդեպ եւ այլն, բայց որ առանձնացնեն դե կանայք են ես ինչ բանից իրենց հեռու պահենք կամ դե կանայք են ես ինչ բանը իրանց վրա թողնենք, այդպես չի, ամենևին այդ առումով շատ գոհ եմ աշխատանքային այդ միջավայրից անկեղծ ասած, բայց ընդհանուր առմամբ պիտի նշեմ, որ բոլոր
որ տեղերում մեծ մասը աշխատանք անողների կանայք են։ Եթե նայենք ադմինիստրատիվ հատկապես կառույցներում այդ ադմինիստրատիվ գործ անողների մեծ մասը կանայք են։ Նույն դպրոցները վերցրեք, մեծ մասը կանայք են։ Այդպես մեր են, չէ՞, մեկ սարկում, ինչի է կանայք բողոքում տղամարդկանցից, որոնց իրենք են դաստիարակում, եւ իրականում դրա մեջ ճշմարտություն կա։ Մենք մի քիչ շատ ենք մայրիշխանական, այսպես ասած։ Շատ եք օգտագործում կանացիության այդ բոլոր հնարավորությունները, հնարամտությունները նաև, որոնք հատուկ են կնոջը։ Թեկուզ աշխատավայրում, օրինակ, խաղաղություն մտցնելու կամ ինչ-որ բան կազմակերպելու, շատ է օգնում կանացիությունը։ Դե երբեմն որոշակի բաներ տեղ հասցնելու, նրբորեն տեղ հասցնելու համար, այո, տենց մի քիչ անկախ քեզնից հաստատվում, դու կին ես ու դու անկախ քեզնից այդ բոլոր ամեն ինչը օգտագործում ես։ Ժամանակի ընթացքում արդեն կոտրվում այն կարծրատիպը, որ կինը համարվում է թույլ սեր։ Ինչ կարծիք եք, արդյոք դա փոխվում է եւ այսօր կնոջը կարող ենք համարել թույլ սեր։ Ամեն դեպքում ես ընդունում եմ, որ շատ բաներում տղամարդիկ ուժեղ են։ Այո, կան շատ լավ մասնագետ կանայք եւ այլն, բայց տղամարդիկ շատ ավելի եւ ֆիզիկական առումով բնականաբար եւ մտավոր կարողություններ մի քիչ ավելի շատ են ընդունում եմ եւ դա այս վերջերս ես հենց տանը այդ ավտոսպորտի վերաբերյալ էինք խոսում, Շումախերին էինք քննարկում եւ հայրս խոսում էր, որ տեսնես կին գոյություններ կան, հայրս ասել չես գտնի այդպես կին գոյություններ, ոնց կանայք կարողանան այդ սպորտում լինել եւ հետո փնտրեցի եւ այդպես էլ չգտա ճիշտ ասած։ Բայց կարծում դեռ ժամանակ կլինի, որ լինեն նրանք։ Ամեն դեպքում որոշ բաներ կա, որ դեռ կանայք չեն կարողացել հաղթահարել, բայց ունեն հատկություններ, որոնք երբեք տղամարդիկ չեն կարող գերազանցել, այդպես մրցակցության մեջ ես չեմ մտնում երբևէ օրինակ տղամարդկանց հետ։ Պետք է ուղղակի լինել քո տեղում եւ միշտ հաշվի առնել։ Ինչն է ձեզ ամենաշատը ստիպում զգալ, որ դուք ապրում եք լիարժեք կյանքում։ Լիարժեք կյանք դա հարաբերական հասկացողությունն է, նայած որ պահի համար է դա լիարժեք, նայած ինչ գործողության համար է լիարժեք։ Երջանիկ եք օրինակ։ Երջանիկ, երբ ունես սիրված աշխատավայր, հաճիկով ես գալի քո աշխատավայրը եւ նույն հաճիկով գնում ես տուն, որտեղ քեզ սպասում են, որտեղ տաք է, որտեղ ջերմություն կա, երկու տեղն էլ կա, դա արդեն համարվում է, որ լիարժեք է, բայց այնքան կան խնդիրներ, այնքան միայն այդ կամով բավարար չես կարող դու քեզ լիարժեք զգաս, որ ամեն ինչ շատ լավ է, իհարկե ոչ իսկ միջավայրը, իսկ հայրենիքդ, իսկ շրջապատդ։ Ես մտածում եմ, որ լիարժեքությունը հենց այն է, որ հաշվի առնելով բոլոր խնդիրները, բոլոր դժվարությունները, դու մեկ է շարունակում ես ապրել, ստեղծագործել, արարել, չգիտեմ, եւ աշխատել եւ նաեւ գնահատել են բոլոր մանրուքները, որոնք քեզ այդ պահին դարձնում են երջանիկ։ Հենց դա է լիարժեքությունը, իսկ խնդիրները միշտ պիտի լինեն, որովհետեւ եթե խնդիրները չլինեն, նշանակում է մենք ինչ-որ փոսի մեջ ենք կամ, չգիտեմ, արդեն չենք ապրում կամ արդեն չենք ապրում, որովհետև մեր կյանքում դրանք նորմալ են։ Պիտի այդ խնդիրները լինեն, որ մենք առաջ գնալու, զարգանալու եւ նոր բաներ սովորելու տարբերակները փնտրենք եւ գտնենք։ Տղամարդիկ ասում են, որ կանայք ոչ թե 7, 8, 10, 15 շատ զգայարաններ ունեն։ Էմոցիոնալ եք եւ հաճախ եք զգում այն, ինչը որ տղամարդիկ պետք է ապրեն նոր զգան։ Կա էս ինտուիցիա։ Նաեւ։ Ես այո, եւ շատ զգայուն եմ, բայց պետք է նշեմ, որ եւ երևի տարիքի հետ, փորձի հետ սովորել եմ շատ էմոցիաներ, այսպես ասել, վերահսկել, ցույց չտալ, դա ժամանակի հետ է ստացվել, այո, նաեւ ուժեղ ինտուիցիա ունեմ, որը ինձ որպես կանոն շատ հարցերում օգնում է եւ փրկում է։ Իսկ շատ հարցերում նաեւ խանգարում։ Չի խանգարում։ Ամեն ինչ նախապես զգալը կամ կանխազգալը չի կարող խանգարել, կարող է օգնել։ Այդ միակ արժեքներից մեկն է, որ տղամարդը չի, չէ՞, դա բնական է։ Դե ոնց ասեմ, բարձր։ Շատ արժեքներ կան, որ տղամարդիկ չեն։ Այս պահի դրությամբ, այսպես ասեմ, ո՞րն է համարում ձեր կյանքի ամենամեծ նվաճումը կամ ձեռքբերումը, որի համար միշտ պարտանում եք։
այդպիսի։ Երևի մտածենք, որ դեռ արժևում է։ Այո, դրա համար եմ ասում, Այս պահի դրությամբ կան ձեռքբերումներ բավականին շատ եւ աշխատավայրում եւ շրջապատում, բայց պետք է ձգտել ավելինին եւ դրա համար բերեք թողնենք դա արժևում։ Լավ։ Ես չեմ ուզում իմ ունեցած փոքրիկ հաղթանակները մեկը մեկից, այսպես ասած, վերադասել եւ գերադասել։ Թող բոլորն էլ լինեն հավասարապես ինձ այսպիսին դարձնող հաղթանակներ։ Ես շատ գնահատում եմ եւ անկումները, եթե դրանք կարելի է այդպես ասել, եւ փոքրիկ հաղթանակներն ու նվաճումները։ Իսկ ավելի մեծ նվաճումները, այո, համաձայն եմ, որ արժևում են եւ դրանք գուցե լինեն ոչ նեղանձնական, այլ շատ ավելի, այսպես գլոբալ։ Որն է ձեր բնավորության ամենալավ հատկությունը, որ այսպես ուրախանում եք, բա ինչ լավ է, որ ես դա ունեմ։ Ես երևի կասեի համբերատարությունը, որ կարողանում եմ շատ լավ համբերել ու լռել։ Աստղիկ։ Ես երևի հենց էմոցիոնալությունը, որովհետև ես սիրում եմ այդ զգացողությունները ապրելը։ Եթե նույնիսկ բարկանում եմ, դա պիտի լինի լիաթոք։ Ես պիտի մինչև վերջ այո, պիտի մինչև վերջ ապրեմ, ասում եմ, բայց կարևոր բան է, որ սկսել եմ մի քիչ վերահսկել, որպեսզի դրան մասնակից չդարձնեմ ուրիշներին, էլի։ Սկզբունքներ ունեք, որից երբեք չեք հրաժարվի։ Կյանքի սկզբունք։ Իհարկե։ Բարձրաձայն եք։ Այո։ Սկզբունքներ, իհարկե, սկզբունքները պարտադիր են մանավանդ, երբ որ դու, այսպես ասած, կայուն եւ անհատականություն ես որոշակի աշխատանքի եւ այլնի մեջ, դրանք պարտադիր են, չես կարող առանց սկզբունքների գոյատևել, այսպես ասած։ Ուզում եք թվարկեմ սկզբունքներ։ Մի քանիս է։ Որ փորձում եք կյանքի ցանկացած իրավիճակում հիշել, որ դուք դա ձեզ համար կարևոր արժեք է, որ չեք տրորի երբեք։ Առաջին հերթին ինքս ինձ չդավաճանելը, իմ անհատականությանը չդավաճանելը, այնպիսին, ինչպիսին ես իմ ընտանիքում եմ եւ ինքս իմ հետ առանձին եմ, չեմ կարող կեղծել մյուսների դիմաց, որովհետեւ ամեն դեպքում, երբ ես մենակ եմ ինքս ինձ հետ, պիտի չզղջամ ոչ մի բանի համար եւ պիտի գոնե ասեմ ապրես, որ ամեն դեպքում գուցե ինքս ինձ կշտամբեմ, որ սխալ արեցի, որ օրինակ այս պահին, բայց ավելի լավ է կշտամբեմ, քան թե մտածեմ, որ մեջքս գետնով տվեցի։ Լիլիան իստում է այս տեսանկյունի հակառակ կողմն է ներկայացնելու։ Ինձ թվում է այսօր շատ հետաքրքիր է, որովհետև շատ տարբեր անհատականություններ են։ Այո, իհարկե, մեր նպատակը եւ այս հաղորդման հենց դա է։ Այո, մենք նույնադիպ չենք կարող մտածել, սկզբունքները միանշանակ կան, չէ ուզի պատվիրաններով ասել, բայց փորձում ենք ամեն դեպքում այդ պատվիրաններից պահպանել այդ պատվիրանները եւ դա դարձնել մեզ համար սկզբունքներ։ Մանավանդ մասնավորապես ինձ համար, այո, փորձում եմ դարձնել սկզբունքներ դրանք։ Մի փոքրիկ բան մայրիկս էր միշտ ասում, մայրիկիս իր հայրիկն է ասում էր, որ երբ որ հայլու մեջ նայում ես օրվա ավարտին ու դու չես ամաչում քո արարքներից, դու գտի, որ այդ օրը քեզ համար լավ է ստացվել, դա պապիկիցս փոխանցված ու դա ինձ համար կա, այդ սկզբունքը կա։ Ես օրվա վերջին իմ հետ խոսում եմ ինչը սխալ արեցի, ինչը ճիշտ արեցի, հաջորդ անգամ ինչը չեմ անի կամ ինչը կանեմ, ինչը չարեցի, այդ սկզբունքն էլ է ինձ համար միշտ սենց ականջից լսվում է մայրիկիս խոսքը, որ պետք է նաև դու ինքդ քեզ հետ պարզ լինես։ Առասարակ կայացած կանայք եւ ոչ միայն կայացած կանայք ավելի հարմար բառ կարելի է ընտրել ոչ թե երազանք, այլ նպատակ։ Ինչ նպատակներ ունեք, կամ միգուցե նաև երազանքներ ունեք, որի մասին փոքր ցանկանաք խոսել։ Բայց կանացի երազանքներ։ Որ մտածում եք, որ մենակ դա կարող է կինը երազել այդ մասին։ Երազանքներից եւ նաեւ նպատակներից չեմ կարող ասել երազանք, նպատակ, երևի երեխաներից երջանիկ տեսնելը, իրենց նպատակներին հասած եւ երջանիկ տեսնելը։ Երևի ես կամա ասեմ, որովհետեւ երազանքները շատ են։ Իրականում իհարկե երազանքներ ունեմ, նպատակներ էլ շատ ունեմ, բայց երազանքները միշտ պետք է ունենալ, այդ դրանք ավելի շատ գուցե մի քիչ անհավանական երբեմն թվացող, բայց այո, շարժիչ ուժեմ, որ հավատում ես ինչ-որ հրաշքների կամ անհավանական բաների, աշխարհը
ինչ որ պահի շատ ավելի լավը տեսնելու առումով։ Իսկ նպատակները եւ աշխատանքային եւ անձնական տարբեր են, չեմ ուզում նշել այս պահին որևէ մեկը։ Կանայք, որոնք իրենց ներկայությամբ կամ խորհուրդներով ձեր կյանքում մեծ ազդեցություն են թողել, ովքեր են նրանք։ Գուցե իրենց մի խոսքով, գուցե իրենց տված ջերմությամբ կամ խրատներով, ովքեր են նրանք, ովքեր են ձեր կյանքի ազդեցիկ կանայք։ Եղել են այդպիսիք։ Միանշանակ մայրս, միանշանակ մինչև հիմա իր խոսքի ձայնի փոփոխությունը ինձ համար արդեն ազդակ է, որ ուշադիր եղիր, օրինակ եմ ասում, եւ իսկապես կան նաեւ շրջապատում մարդիկ եւ ընտանիքում եւ հարազատների շրջանում եւ իհարկե աշխատավայրում, որոնց խոսքը, որոնց խորհուրդը, որոնց մեկ բարի ժպիտը դա քեզ համար ուղի է եղել ճանապարհ, որը անցել ես այդ մարդկանց շնորհիվ, այդ մարդկանց ճիշտ խոսքի կողքիդ լինելու շնորհիվ։ Աստղիկ։ Ես էլ բնականաբար ծնողներիս եւ այս պարագայում քանավոր կանանց տոն եմ մայրիկին հատկապես առանձնացնում եմ մայրական տատս, որը ինձ համար այդ կանացիության եւ ուժեղ կնոջ կերպար է, այսպես ասած, չգիտեմ, ինքը ինձ համար ուրիշ անհատականություն էր, այո, իմ հերոսն է։ Եվ նաև ուզում եմ առանձնացնել, օրինակ դպրոցական տարիներում իմ հայոց լեզվի ուսուցչուհին, որը շատ մեծ ազդեցություն է թողել իմ որոշակի գծեր ձևավորելու, անհատականություն ձևավորելու մեջ, իրեն էլ կառանձնացնեմ անպայման։ Որպես կին, ինչ վախեր ունեք։ Ինչից եք վախենում, ինչից եք անհանգստանում։ Որպես կին ես վախեր չունեմ։ Որպես կին կարծում եմ պետք չի վախենալ, այո։ Չէ, ասի որպես կին, որպես մարդ անհատ շատ վախենում եմ պատերազմներից։ Իսկապես դա երևի իմ վախն է, որ միշտ ցավոք ուղեկցում եմ վերջին տարիներին առավել եւս։ Ես սպասում եմ Լիլիայից մայրական վախերի մասին ճիշտ ասած։ Իսկ մայրական վախեր։ Մայրական վախեր, մայրական անհանգստություններ, մայրական բոլոր մայրերը կհասկանան, մայրական անհանգստություններ ունեմ, որ ամեն ինչ լավ լինի երեխաների մոտ, բայց չի ասի, որ վախեր չէ, ավելի շատ անհանգստություններ։ Քանի որ մայրականի գիծը գնաց կներես Ռավջան, Աստղիկ այս առումով դարավաց քանի որ, բայց իհարկե մենք մաղթում ենք ամենակարևորը, որ գալու շուտապույտ, այո։ Ինչ փոխվեց մայր դառնալուց հետո։ Երջանկացա։ Ես երկու անգամ ինձ Աստված այդ բախտը տվել է, որ ես երկու անգամ երջանկացել եմ։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն է, երբ որ տղաս ինձ տվեցին տղայիս եւ 10 տարվա տարբերության, բավականին մեծ տարբերության երկրորդ երեխաս ծնվեց, աղջիկս ծնվեց։ Ես շատ երկար երջանիկ եմ հենց այդ փաստերով։ Երբ որ ծնվեցին երեխաներս։ Իսկ երբ որ լսեցիք առաջին անգամ մաման։ Առաջին անգամ այ հիմա էլի սենց Ես նկատեցիք էլի չէ, իսկապես ինձ երջանկացրել են իմ երեխաները ամեն ինչով, իրենց քայլով, առաջին խոսքով, առաջին ժպիտով, առաջին ճիչով ես երջանկությունը զգացել եմ ու ես շնորհակալ եմ Աստծուց, որ հնարավորություն ա տվել այդ երջանկությունը զգալու, մայր լինելու երջանկությունը զգալու։ Միշտ երջանիկ լինեք եւ առաջիկամ այո, ամփոփելով այս հատվածը, հա, Աստղիկին էլ մաղթենք անպայման ու շուտապույտ Աստղիկ ջան, մենք բոլորով ենք գալու եզրակացությանը, որ ապրիլի 7 ենք դեպի գնում ենք միանշանակ։ Գնում ենք, որ գույնն եք հաճախ ասոցացնում ձեզ հետ։ Պատկերացեք դուք գույն։ Ինչ գույն։ Ոյ, Արդյոք այդ գույները փոխվում են ժամանակի ընթացքում։ Այո, ես օրինակ փոքր ժամանակ կարմիր գույնը չէի սիրում, չգիտեմ ինչի, բայց տարիքի հետ, ժամանակի հետ ընդհակառակը սկսել եմ շատ սիրել։ Շատ սիրում եմ սպիտակ գույնը, սիրում եմ կապույտը, դեղինը։ Ես երևի կանաչ կառանձնացնեմ, կանաչ գույնը շատ եմ սիրում, բնության գույնը, հանգստություն ա բերում, այդ կանաչ գույնը հանգստություն ա բերում, բնության հետ միաձուլություն ա բերում։ Ձեզ մաղթում ենք, որ ձեր կյանքում միշտ վառ գույները գերակշռող լինեն եւ նյութագրելիս հենց այդ երանգ անպայման լինի։ Եվ ով է լուսավորում ձեր կյանքը ամենաշատը կամ ովքեր։ Որ դուք նրանց լույսը միշտ զգում եք ձեր թիկունքին, ձեր կյանքում, ձեր առօրյայում ամեն անգամ տնից դուրս գալիս։ Կան այդպես մարդիկ։
Լուսավոր մարդիկ, ուղղակի լուսավոր մարդիկ։ Դա այո, միանշանական իմ կյանքում լուսավոր մարդիկ, որոնք կարող են իմ կողքին լինել, ինձ զանգահարել, ինձ հիշել ուղղակի, ու իրանք լուսավորում են իմ կյանքը։ Աստղիկ։ Ես մտածում եմ, որ նաև այն մարդիկ, ում ես նայելիս լույս եմ զգում, այսինքն ոչ միայն իրանք են այդ լույսը տալիս, մի քիչ մեզնից է կախված, ումից ինչ ենք, չէ, ստանում։ Երևի բոլոր նրանք, ում ես նայում եմ իրանցից լույս սպասելով։ Շատ հաճախ լինում է նաև դու տալիս ես, որ նաև ստանաս, չէ։ Հույս ունեմ շատ են այդպեսին։ Այո։ Ինչպեսին կուզենայիք տեսնել մեր հայ կնոջը, մայրերին, քույրերին, տատիկներին։ Ազատ հոգսերից, ազատ իրենց ցանկությունների մեջ, ազատ իրենց, չգիտեմ, իրենց ռեալիզացնելու հնարավորություններով, այսինքն կարողանան այդ ազատությունը լայն առումով նկատի չունեմ ազատ ինչ-որ այն ընկալումներով, որ պահվածքի եւ այլնի, այլ այո, հնարավորությունների առումով, մտքի ազատության առումով գործելու եւ իմանալու նաեւ որ մեջքիդ կան մարդիկ, ովքեր քեզ միշտ այսպես ասած թիկունք են եւ դու ազատ ես, որովհետեւ գիտես որ նաեւ այդ հենարաններ ունես։ Իսկ մայրիկի դեպքում արդյոք չի խանգարում արժեքը, որ մի քիչ մտքի մեջ ազատ լինեք։ Ոչ, հակառակը, ավելի ես ուզում ազատ լինես, ավելի ես ուզում այնպիսի մտքեր ունենաս, որոնք առաջ են, ամեն ինչից առաջ են, թեկուզ նաև ժամանակից առաջ են, ոչ չի խանգարում, օգնում ազատ լինել։ Հաճախ մայրերը ավելի շատ են ուզում այդ աշխարհը ավելի լավը դարձնել, որ իրանց երեխաները ավելի լավ աշխարհում եւ ավելի ազատ լինեն, եւ ավելի ազատ լինեն երեխաները։ Ազատությունը հենց իր ողջ իմաստով ոչ չենք մտածում, որ ազատություն վայ չէ, իսկապես մտքով ազատ լինեն, հոգով ազատ լինեն, իրենց գործողություններում ազատ լինեն, կաշկանդված չլինեն, առաջ գնալու միտումով ազատ լինեն, արարելու ազատ լինեն։ Հաճախ եք ասում շնորհակալություն։ Այո, եթե առիթը կա շնորհակալություն հայտնելու եւ այո, իհարկե։ Իսկ այս պահին ձեր կյանքում, ձեր ունեցածի, ձեր ստեղծածի, ձեր կայացած լինելու համարում եք շնորհակալ նաև։ Շնորհակալություն նախ ասում եմ Աստծուն, ամեն օր եմ ասում Աստծուն շնորհակալություն, ամեն օրը լույսը բացվելու, հարազատներիմ շրջապատված լինելու եւ մորս հատուկ շնորհակալություն, ինքը արժանի է շնորհակալությունը ստանալու, ինքը արժանի է լավ լինելու։ Աստղիկ։ Ես ներքուստ շնորհակալ լինելու տարբեր մարդկանց, այսպես ասած, կան այդպիսի մարդիկ, ընդհուպ մայր, ծնողներ, բայց ավելի շատ իրավիճակային։ Ես սիրում եմ, որպեսզի մարդիկ գնահատված են լինում եւ դա ձև է ցույց տալու, որ այո, ես գնահատում եմ ձեր արածը եւ շնորհակալություն հայտնելը, որպես այդ ձևն եմ օգտագործում մարդկանց ցույց տալու իրենց լավ արածը, երբեմն նույնիսկ վատ բանի համար կարելի է շնորհակալություն հայտնել, եթե դա օգնում է, որ դու ավելի լավ օրինակ դառնաս։ Շնորհակալ ենք գեղեցիկ զրույցի համար։ Այո, իսկ այս գեղեցիկ ծաղկե ֆրենջերը, որ մենք հիմա շնորհակալ ցես նվիրենք, դա իհարկե Ֆորտունա հեռուստաընկերության եւ իհարկե Լիլի Ռոզ ծաղկի խանութի կողմից շնորհավորում ենք։ Ուզում ենք, որ դուք միշտ շփտակ լինեք, երջանիկ եւ ձեր աչքերը մշտապես փայլեն երջանիկ։ Շատ շնորհակալություն, թող ձեր տաղավարները շփտացող, ուրախ կանայք։ Շնորհակալ ենք։ Այս պահին կանայք, հետո։ Այո։ Շնորհակալ ենք եւ իհարկե նաեւ մեր հաղորդման գործընկերների կողմից ենք ձեզ նվիրում հաճելի գեղեցիկ գնումներ։ Կանայք սիրում են գնումներ, հաստատ։ Եվ սիրում են հետաքրքիր դարձնել միջավայրը։ Մենք զեղչի կտրոններ ենք ձեզ տրամադրում Դավշին շինարարական կազմակերպության կողմից, Family Farm-ի կողմից, Imperia կահույքի սրահի կողմից եւ Step for Nature կահույքի արտադրամասի կողմից սա ձերն է եւ իհարկե նաեւ Աստղիկի։ Ահա, խնդրեմ, սրանք էլ ձերն են։ Ձեզ հաճելի գնումներ ենք մաղթում եւ ուզում եք անգամ շնորհավորելով ձեր գլխավորությամբ նաեւ Վանաձորի համայնքապետարանի ողջ գեղեցիկ սերի ներկայացուցիչներին մաղթում ենք գնահատված եւ միշտ ժպտալու առիթներ տվող աշխատանք։ Շնորհակալություն։
Շնորհակալություն, իսկ մեր տաղավարում սիրելի հեռուստադիտողներ, Վանաձորի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն եւ Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի արտաքին կապերի եւ ՏՏ բաժնի պետ Լիլիա Դավթյանը։ Թանակ եկել Ֆորտունա կհանդիպենք կարճատև դադարից հետո, իսկ տոնական եւ միամսյակի եթերը շարունակվում է։ Չնաշխարհիկ գարնանային։ Հանդեպ եղանակից։ Սիրտը միայն քեզ մոտ է տակ Երազանքն ես իմ միակ ու թանկ Երբ ամեն անգամ գրկում եմ քեզ Աշխարհից այս վերանում եմ ես Գտել եմ քեզ իմ քեզ Ջերմությունն է քո ինձ յանք տալիս Երբեմն հավատս չի գալիս Որ ծնվել ես ու փոխել ես ինձ Քեզ հետ կտրվում եմ ես հողից Ապրում եմ նոր տողից Լույսս քո կողքին Իմ հոգին խաղաղ է Սերը իմ սրտի Միայն ես համար է Ապրել անհնար է Քո ժպիտը տակ մի ամբողջ աշխարհ է Քո ժպիտը տակ մի ամբողջ աշխարհ է Իմ միակ իմ թանկ իմ հարազատ Քեզ հետ սավառնում եմ ես ազատ Շնորհակալ եմ, որ եկար իմ կյանք Աղոթքներով լի իմ երազանք Իմ սեր ամենաթանկ Լույսս քո կողքին Իմ հոգին խաղաղ է Սերը իմ սրտի Միայն քեզ համար է Ապրել անհնար է Քո ժպիտը տակ մի ամբողջ աշխարհ է Քո ժպիտը տակ մի ամբողջ աշխարհ է Տեին սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտենում է իր տրամաբանական ավարտին, այսպիսի հրաշալի եթեր ունեցանք այսօր եւ հաղորդման վերջում եւս մեկ անգամ ներկայացնում ենք մեր հաղորդման գործընկերներին։ Մեր հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը։ Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ մատչելի գներով հասցեն աղայան 48 կոտորակ 1։ Ասում ենք շնորհակալություն Դավշինին, շնորհակալություն նաև Իմպերիակահույքի սրահին, արտասահմանյան եւ տեղական արտադրանք այստեղ կարող եք գտնել Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 033 35 60 60 033 34 60 Իմպերիա գնի եւ առակի հանրապետություն։ Շնորհակալություն նաև Դիլորի խանութ սրահին, Թումանյան 1 կոտորակ 5 հասցեում եւ գործում է հեռախոսահամար 044 627 120 եւ երկը WhatsApp եւ Viber տարբերակներում։
Family Farm Meat մսամթերքի մասնագիտացված խանութ սրահը եւս մեր հաղորդման գործընկերն է, մսամթերքի լայն տեսականի թարմ համով, չնաշխարհիկ համով ընտրանի, այո, կարող եք պատվիրել, կարող եք նաեւ առաքմամբ հանդես գալ հարգելի հեռուստադիտողներ, այնպես որ այս պահին կարող եք ձեր ընթրիքը նաև Family Farm-ի հետ կազմակերպել։ Գործում է Կարեն Դեմիրճյան 26-5 կազարագերկո հասցեում։ Հա, ես հիմա հասկացա, որ այսօր էլ ես եմ քաղցած, հասցեն մոռացա։ Բայց կարևորը հեռախոսահամարը չեմ մոռանում։ Հեռախոսահամարը չեմ մոռանում, որտեղ առաքում ունեն 094 500 222, տեսա որ չեմ մոռացել։ Չես մոռացել, կարևորը այդքան էլ քաղցած։ Դուք էլ հիշեք այս համարը։ Պետք կգա։ Բայց ես ահասար սուր քաղցած եմ եւ նաեւ ուզում եմ պատվիրել կահույք։ Step for nature։ Այո, step for nature-ի միջոցով։ Կահույք։ Քաղցած ես պատվիրես կահույք։ Որտեղ պետք է դնեմ այդ Հա, հասկացա, սեղանը, հարմարավետ սեղանը։ Պատվիրել step for nature-ից պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար ձեր ճաշակով, ձեր պահանջներին համապատասխան 091 20 20 35 ընտրեք լավագույնը step for nature։ Իսկ ով է ասում, որ կանանց պետք է ծաղիկներ նվիրել կամ մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին կամ էլ նրանց ծննդյան օրը։ Ոչ մեկ, էլ ոչ մեկ ռիսկ չի անում այդպիսի բան ասել։ Այո։ Քանի որ կամած մտնում է նաև 13-րդ ամիս։ Միանշանակ, այստեղ ցեզ օգնության կգա Լիլիա Ռոստախի սրահը 09396485 095 196485 հիշեք այս հեռախոսահամարը հարգելի տղամարդիկ, որպեսզի ձեր կանանց ամեն օր ծաղիկ նվիրեք։ Ամեն օր տարբեր ծաղիկ, որպես կանոն։ Որպես կանոն եւ որպես ջերմ վերաբերմունք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, Լիլիա Ռոստաղի սրահը կհոգա, որ դրանք ծաղիկները երբեք մեկը մյուսից նման չլինի, մեկը մյուսից տարբեր լինում, ամենագեղեցիկը նաեւ լինի։ Տիգրան մեծ 29 կոտորակ 20, եթե հասցեն չգիտեիք, հենց հիմա իմացաք։ Երրորդ դպրոցի գիտեք, երրորդ դպրոցի կողքն է միջապես։ Սիրելի բարեկամներ, ասում եմ շնորհակալություն նաև իմ եթերային տեսքի համար Նե Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին իդեմս Տիկին Նե Վարդանյանի եւ իհարկե Մարիա Բյութի սալոնին իդեմս Զվար Սահարդարչզաննայի։ Ընդգծեք ձեր հմայքը գրավչությունը մեր գործընկերների ձեռքի հնարավորությունների եւ ֆանտազիաների միջոցով, իսկ մենք ասում ենք, որ այսքանով մեր եթերաժամը սպառված է։ Կհանդիպենք այն ժամանակ, երբ որ մի օր կհանդիպենք։ Կհանդիպենք յուրաքանչյուր ուրբաթ շաբաթ կիրակի, որովհետև կանանց միամսյակը եւ երկուշաբթի, եկշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի ուրբաթ։ Շաբթի ազատ օր է փաստորեն։ Մեզ համար։ Հինգշաբթի, միայն հինգշաբթի։ Հինգշաբթի դուք մեր դեմքերը չեք տեսնի։ Որ կարոտեք, հարգելի հեռուստադիտողներ, ես արդեն կարոտեցի, կարոտում են, 1 ժամում էլ են կարոտում, 1 րոպեում էլ են կարոտում։ Կարոտները փայփայենք մենք բոլորս։ Իսկ ես ձեզ շատ եմ սիրում, հարգելի հեռուստադիտողներ, դրա համար էլ ես ձեզ ավելի շատ եմ կարոտում, քան իմ կողքը նստած Ես էլ եմ կարոտում, իմ թյուր կարծիք չստեղծվի, թե ես չեմ սիրում, էլի շատ եմ սիրում, մանավանդ մեկ ամսյակի շրջանակում։ Շատ։ Բարիացել եմ ես վերջերս, չգիտեմ ինչ։ Ինչ լավ է, Ռարչյան։ Հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Հավատային
Հաղորդման գործընկերն է։ Դիլորի, որակյալ շինանյութ։ Դիլորի, խոհանոցի եւ լոգասենյակի կերամիկական հեղուկ գրանիտից լվացարաններ։ Դիլորի, ջրատաքցիչներ եւ ջեռուցման կաթսաներ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ։ Դիլորի, յուրահատուկ սալիկներ, պաստառներ։ Դիլորի, էլեկտրական տաքացուցիչներ տարբեր հզորության, շինարարական գործիքներ։ Դիլորի, խողովակներ, ներկեր, դռան փականներ եւ բռնակներ։ Ուշադրություն. Դիլորին նաև առաջարկում է օրիգինալ տարբեր չափերի չկրկնվող հայելիների լայն տեսականի եւ բոլոր քմահաճ կանանց հրավիրում է գնումների միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերով։ Դիլորի, վերափոխեք ձեր բնակարանը մեր որակյալ տեսականիով։ Աշխատում ենք կանխիկ, փոխանցումով եւ ապառիկ տարբերակներով։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի, Քաղաք Վանաձոր, Թումանյան 1 կոտորակին։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք Քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture, պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։
Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է Արաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Էդիետա խմորեղենի խանութ սրահը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ եւ հրավիրում քաղցր գնումների։ Մենք առաջարկում ենք միայն թարմ եւ համեղ տեսականի, նաեւ ընդունում ցանկացած թխվածքի պատվեր ցանկացած առիթի համար։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ, կատարում առաքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Խանութ սրահը գտնվում է Վանաձոր քաղաքում, Վարդանանց 88 կոտորակ 1 հասցեում, Արցախ մանկական խաղասրահի դիմաց։ Հեռախոսահամար 093 33 87 08։